2026 թվականի 6 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0.3%-ով, իսկ 2025 թվականի 6 ամիսների ընթացքում եղել է 22.025 դեպք, 2026 թվականի 6 ամիսների ընթացքում 21.960 դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության և մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազմամբ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1.9%-ով։ Արձանագրված դեպքերի 88.2%-ը նվազ հանրային նշանակություն վտանգավորության ներկայացնող ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, իսկ 11.8%-ը ծանր և առանձնապես ծանր դեպքերը։ Նաև մասնավորեցնեմ, որ 11.8%-ի մեջ 10.4%-ը ծանր դեպքերն են, իսկ 1.4%-ը առանձնապես ծանր հանցագործության դեպքերն են։ Հայաստանի Հանրապետության դեպքում այս կառուցվածքն օրինաչափություն ունի, ինչը նշանակում է, որ մեր երկիրը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ։ Դա փաստում են նաև միջազգային հեղինակավոր վերլուծական հարթակների ուսումնասիրությունները։ Ընթացիկ տարում ըստ առանձին հանցատեսակների նվազում է արձանագրվել հաստատված սպանություններով 2025 թվականին 21 դեպք, 2026 թվականին 20 դեպք։ Դիտավորության առողջության վնաս պատճառելու, ճանապարհատրանսպորտային պատահական կանոնների խախտման, այդ թվում մահվան ելքով, խուլիգանության, այդ թվում զենքի կամ որպես զենք օգտագործելու առարկայի գործադրմամբ, ավազակության, կողոպուտի, գողության, այդ թվում բնակարանային, խարդախության, յուրացման կամ վատնման և այլ դեպքերով։ Միևնույն ժամանակ աճել են սպանության փորձերի 2025 թվականին 39 դեպք, 2026 թվականին 51 դեպք։ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 107 2025 թվականին, 114 դեպք 2026 թվականին և սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված դեպքերը 82 դեպք 2025 թվականին, 93 դեպք 2026 թվականին։ Սպանության փորձի դեպքերն աճել են 12-ով կամ 30.8%-ով։